երկաստացի հերանցի և ճապորդի։ Ապրեշից։ Կանում է, որ լոլան իրա մայրիկի հայրիկի հետ մեծանա և խաղաղ երկնքի տակ ապրի։ Ես ցանկանում եմ, որ լոլայում սիրում բլաճերը և սիրում անկաճողներ։ Ցանկանում եմ, որ լոլան ստիպի երկնքի տակ ապրի։ Ես ցանկանում եմ, որ նվերներ ունենամ։ Ցանկանում եմ լոլային, որ միշտ առողջ լինի։ Ես ցանկանում եմ, որ լոլան առողջ լինի, ճամփորդի, իր մայրիկի հայրիկի հետ ապրի, երկար տարիներ մեծանա ու երկինքի տակ ապրի։ Թե գրքի։ Ցանկանում եմ լորային, որ լորան առողջ մնա։ Ես ցանկանում եմ լոլային, որ լոլան առողջ լինի, խաղաղ երկնքի տակ ապրի ու շուտ մեծանա։ Ես ցանկանում եմ լոլան իր մայրիկի հայրիկի հետ խաղաղ երկնքի տակ ապրի, երկար տարիներ ապրի ու շուտ մեծանա։ Ապրես։ Ես ցանկանում եմ, որ լոլան մեծանա, լավ մարդ դառնա ու շատ երկար ապրի ու միշտ ճամփորդի։ Լեցես։ Ցանկանում եմ, որ միշտ երջանիկ լինի, որ գտնա միշտ բարի մարդկանց հանդիպի, միշտ բարի ժպիտներով շրջապատված լինի, ամենալավն ու բարի հրաշալիքների իմ աղջկա կյանքից անպակաս լինեն, Աստված իր մեջքի հետևին միշտ կանգնած լինի։ Այո, գեղեցիկ խելացի աղջիկ է Լոլան, չէ՞ Լոլա ջան։ Լավ մարդ է դառնալու, վստահ եմ, առողջ է լինելու, մեծանալու է գեղեցիկ ընտանիքում, դուք էլ հպարտանալու եք Միշնայրա ջան։ Շատ շնորհակալություն։ Որ լոլայի տարեդարձն է, մենք պեչենիներով գրելու ենք 5 թիվը։ Լոլայի տորթը ինչից է պատրաստված։ Եռանկյունից հավաքեցինք տորթ։ Այո։ 5, Ինչ միրգ ես ընտրել։ Խնձոր։ Ինչ գույն ունի քո խնձորը։ Կանի։ Էլ ինչ գույն է լինում խնձորը։ Կանաչ։ Դեղն։ Ապրես շատ։ Իսկ ինչ համ ունի քո խնձորը։ Խաղթուր։ Ապրես շատ։ Անահիտ ջան, ինչ միրգ ես վերցնում։ Ինչ միրգ ես վերցնում։ Կիվի։ Սիրում ես կիվի։ Ինչ գույն ունի կիվին։ Կանաչ։ Դե էլի վերցրու ու ասա ինչ համ ունի ինքը։ Կիվի։
Կիվի, հա։ Ապրես շատ։ Ճամջան, դու ինչ միտք ես ուզում։ Նարինջ, Ինչ գույն է նարինջը։ դեղին, Բայց ընդհանրապես ինչ գույն է լինում նարինջը։ հազարագույն, Իրա ունես, չէ՞ ունի։ նարինջ, Ամպրի մաղջիկը։ Նարինջի համը սիրում ես։ Հա։ Ինչ համ ունի նարինջը։ խաղցել, Քաղցել, բայց մեկ հիմա չէ որ թութու է լինում։ Բայց դու թութուն ես սիրում։ Ապրի մաղջիկը։ Ինչ համ ունի խնձորը։ Թութու է։ Ադում դարից վերցնի։ Խնձոր շատ ես սիրում։ Ինչ գույն է քո խնձորը։ կանաչ, Դա ինչ է։